Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Ողջույն Արաքչյան։ Պարոն Մկրտչյան, եւ այսօր քարոզարշավի վերջին օրն է, դուք եւ եւս 8 թեկնածուներ ակտիվ քարոզարշավ իրականացրեցիք։ Ամփոփելով արդեն կարող եք ասել դուք Վաղարշապատի բնակիչներին կարողացել եք համոզել, հավաստիացնել, որ դուք եք հենց այն թեկնածուն, որ կարող եք համայնքի օրհասական խնդիրները լուծել եւ նրանց բարեկեցիկ կյանք ապահովել։ Շնորհակալ եմ Արաքչյան այս հնարավորության համար։ Իրականում 22 օր շարունակ Վաղարշապատ խոշորացված համայնքի գրեթե բոլոր շրջաններում եղանք, շրջեցինք, շփվեցինք մարդկանց հետ, համոզել որպես այդպեսին իմ նախընտրական քարոզարշավը մյուսների քարոզարշավից տարբերվել է նրանով, որ ես նախընտրական քարոզչության ընթացքում իմ նախընտրական կետերը կամ ծրագրերի կետերը չեմ փորձել վաճառել քաղաքացիների վրա իբրև բարի կամքի դրսևորում։ Ես քաջ գիտակցում եմ, որ գալով Վաղարշապատ խոշորացված համայնքի համայնքապետի պաշտոնին ես պետք է լուծեմ մարդկանց առօրյա կենցաղային խնդիրները։ Այս համատեքստում ի տարբերություն մյուս տեխնացուների ես իմ նախընտրական ծրագրերը չեմ պատրաստվում վաճառել նրանց վրա։ Ես քաջ գիտակցում եմ, որ քաղաքն ունի բազմաթիվ տասնամյակների խնդիրներ։ Ես գիտակցում եմ, որ այդ խնդիրները մի օրում լուծելու խնդիր չի եւ մեզ ժամանակ է պետք։ Եվ ես Վաղարշապատցիների հետ լուր կոնսենսուս ձևավորած նոյեմբերի 16-ին գնալու եմ ընտրությունների եւ կարծում եմ Վաղարշապատցիների վստահության քվեին կարժանանամ, ինչու։ Որովհետև ես գործող ավականի չեմ, ի տարբերություն մյուս տեխնացուների, ես իշխանության ներկայացուցիչը չեմ, ի տարբերություն իշխանության տեխնացուի, ես օլիգարխների գրպանի տեխնացուն չեմ, ի տարբերություն որոշ տեխնացուների, ես Քոչարյանի գրպանի տեխնացուն չեմ, ի տարբերություն Քոչարյանի որոշ գրպանային մի քանի տեխնացուների Վաղարշապատի, եւ այս համատեքստում կարծում եմ Վաղարշապատցիներին շատ բան չկա համոզելու։ Դուք այնուհանդերձ ասոցացվում եք իշխանությունների հետ, որտեղ եմ ասոցացվում նարեկ։ Թեկուզ եւ արտաքին ուղղությամբ որոշ տեսակետներ կիսելով, նաեւ բնակիչն է ձեզ հարցնում Երևանի օրինակով, ասում է ձեզ ընտրենք, էլի գնաք ԿՊ-ի հետ կոալիցիա։ Ես շատ շնորհակալ եմ, որ դու բնակչի օրինակը բերեցիք, երևի թե նկատի ունես երեկվա սադրիչ քաղաքացու այցելությունը եւ մեզ մոտենալը, որը որ տարածվեց քոչարյանական եւ պրոսերժական, պրոռուսական հերոստա ալիքներով եւ իրենց YouTube-յան ալիքներով, քաղաքացին ով ինձ մոտեցել էր հանուն արդարության եկեք ֆիքսենք, որ Վաղարշապատցի չէր առաջին հերթին եւ ինքը ստում էր, որ ասում էր, որ ինքը իմ ընտրողն է Վաղարշապատում, այս համատեքստում եւ քաղաքացու Facebook-յան էջը, երբ որ մենք ուսումնասիրում ենք, մենք տեսնում ենք, որ այդ քաղաքացին կոնկրետ ուղղորդված էր Արշակ Կարապետյանական շրջանակից, որի թելերը տանում են կրկին Ռուսաստանի Դաշնություն եւ կարծում շատ ասելիք չկա Արշակ Կարապետյանի մասին։ Սա ակնհայտ է, չէ՞, որ սա դրանք է։ Ինձ մոտեցող քաղաքացիները բացառապես գոհունակություն են արտահայտել, որ ես եմ առաջադրվել եւ իրենք իրենց պատրաստակամությունն են հայտնել քվեաթրթիկում իրենց քվեաթրթիկով, իրենց քվեարկությամբ սատար կանունելու ինձ։ Իսկ այդ քաղաքացու վերաբերյալ ես արդեն իսկ ասացի, որ նա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից հրած Ռուսաստանի Դաշնությունում ապաստան գտած Լուբյանկայի նկուղներից հրահանգավորվող ոչ բարվոք մեր նախկին պաշտպանության նախարարի թիմակիցն էր եւ ինքը իր այդ մոտենալով նա ոչ մի խնդիր չի լուծել, նպատակը մեկն էր սադրել ինձ եւ երկրորդ այն հարցերը, որ ինքը բարձրացրել է, ստացել է պատասխան։ Հարց է հնչել, թե ես ինչու եմ քոչարյանասերժական տեխնացուներին սևացնում, ես էլ պարզ պատասխանել եմ կյանքով, ապրածով, գիտեմ, իր ունեցածով երկրի համար արած մարդիկ, որոնք ի սկզբանե մխտրված են, հավելյալ մխտրվելու կարիք չունեն, ուղղակի պետք է մարդկանց աչքերը բացել, որովհետև քոչարյանական տեխնացուները Վաղարշապատում այնպես չի, որ Ռոբերտ Քոչարյանի ականջների ետևից են իրենք ներկայանում, իրենք Ռոբերտ Քոչարյանի ականջները իրենց թիկունքում են պահում, անգամ առանձին դեպքերում իրենց գրպանում են պահում եւ փորձում են դիստանցավորվել Ռոբերտ Քոչարյանից։
այստեղ է խնդիրը։ Թե չէ ես ոչ խնդիր ունեմ մեր հայրենակիցներին ներկայանալու, ոչ էլ այլ միտում։ Իսկ ինչ վերաբերում է իշխանության հետ ասոցացվելուն, արեք ես միշտ տարբերվել եմ հանրային քննարկումների տիրույթում հանդես եկող այլ գործիչներից իմ օբյեկտիվությամբ։ Այն գործողությունները, որ իշխանությունը անում է ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ես միայն ողջունում եմ։ Իսկ այնտեղ, որտեղ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները կաղում են կամ Հայաստանի Հանրապետության շահը առաջին այսպես էտապում, առաջին էշելոնում չեն դնում, ես այդտեղ խնդիր ունեմ օրվա իշխանությունների հետ։ Եթե խնդիր չունենա, ես դες հավաստիացնում եմ, ես կլինեի իշխանության տեխնացու։ Արտաքին քաղաքականության մասով Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը մեծամասամբ ես կիսում եմ չհաշված փոքրիկ թերությունները։ Ներքաղաքական առումով Նիկոլ Փաշինյանը բոլորիս խաբել է ասելով, որ պետք է Քոչարյանի քաղաքական մեհիդը փռի, բայց միջև այսօր Քոչարյանի քաղաքական մեհիդը վերածվել է ինչ-որ գործոնի քաղաքական։ Այստեղ ես մեղադրում եմ Նիկոլ Փաշինյանին։ Մեղադրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ռադիկալ արմատական փոփոխություններ ներքաղաքական կյանքում մենք այդպես էլ չտեսանք։ Քաղաքական դաշտը այդպես էլ չառողջացվեց, որ ես ստիպված եմ այսօր խոսել քոչարյանական տեխնացուներից։ Այստեղ օրվա իշխանությունների հետ ես ունեմ լրջագույն խնդիրներ։ Դուք կուսակցությունում արդեն ունեք որոշում, եթե ստեղծվի իրավիճակ, որ պետք է օրինակ ԿՊ-ի հետ կոալիցիա կազմել, իշխանություն պահելու համար կգնաք այդ քայլին, թե ոչ, օրինակ Երևանի օրինակով։ Նախ եկեք ֆիքսենք, որ քանի դեռ ընտրությունների արդյունքները մեզ հայտնի չեն եւ ժողովուրդը իր ընտրությունը չի կատարել, մեղմ ասած անլուրջ է խոսել որևէ կոալիցիոն համաձայնագրերի կամ կոալիցիայի մասին։ Հստակ կարող եմ արձանագրել ու ֆիքսել, երկու ձեռքս կկտրեմ, բայց Քոչարյանասերժական եւ պրոռուսական ընդդիմությանը երբեք չեմ միանա։ Այ թե ով կմիանա ինձ իբրև ժողովրդի տեխնացու, իբրև ժողովրդի ծոցից դուրս եկած տեխնացու, սա կարծում եմ հարցի հասցեատերը ես չեմ։ Ես խնդրում եմ այս հարցը ուղղեք քաղաքացիական պայմանագրին, իրենք պատրաստ են միանալ ժողովրդի տեխնացուին, թե պատրաստ չեն։ Այսինքն դուք կարծում եք Մեծ հաշվով ես այսպես ասեմ, Երևանի օրինակը, որ դուք մատնանշում եք, Երևանում ինչպիսի օրինակ ունենք։ Տեղացուրված պատկեր կա Թևանյան Անդոնների եւ Ռոբերտ Քոչարյանական շրջանակների կողմից, որ Երևանում հանրապետություն խմբակցությունը միանալով քաղաքացիական պայմանագրին ուղղակի իշխանության հարց է լուծել, բայց դա այդպես չի։ Երևանում հանրապետություն խմբակցությունը միանալով քաղաքացիական պայմանագրին ուղղակի Երևանում ցույց չի տվել պրոռուսական եւ կրեմլահպատակ ուժերի իշխանության գալը Երևան քաղաքում։ Ամենակարևոր ձեռքբերումը սա է։ Հիմա դուք ինձ պատասխանեք, որ պատկերը ավելի հաճելի կլիներ Երևանցուն կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, երբ որ հանրապետություն խմբակցությունը մաս չկազմեր քաղաքացիական պայմանագրի հետ կոալիցիայի շրջանակում եւ իշխանությունը հայտնվեր Թևանյան Անդոնների եւ Ռոբերտ Քոչարյանների ձեռքին, որոնք էլ իրենց նպատակի վերջնակետը տեսնում են Հայաստանի Հանրապետության միութենական պետության մաս դառնալը Բելոռուսի սկզբունքով, ինչպես օրինակ Գյումրվա կաշառակեր Վարդանիկն էր տեսնում։ Չէ, Երևանի օրինակ անընդհատ ներկայացնել, բերել կողել մեր աչքը, թե բա Երևանում էսպես, Երևանում այնպես, Երևանում դասական քաղաքական պրոցեսի արդյունքում ժողովրդավարական գործիքակազմից օգտվելով կոալիցիոն իշխանություն է ձևավորվել, որը որ արտաքին ուժերի նկարտումները կոնկրետ Երևան քաղաքում ցույց չի տվել, որ արդյունքի հասնեն։ Ես վաղ շաբաթում առաջադրվելուց առաջ էլ իմ նախընտրական լոզունգը ի սկզբանե եղել է, որ Գյումրի 2 ես ցույց չեմ տալու վաղ շաբաթում։ Այս մասով արդեն իսկ կարող եմ հստակ ես փուլից սպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին ասել, որ վաղ շաբաթում Գյումրի 2-ի սցենարը վիժեցված է վաղուց։ Այն պահին, երբ որ ես որոշում կայացրեցի, որ պետք է մասնակցեմ ընտրություններին, ես պետք է Քոչարյանասերժական ու պրոռուսական այդ շրջանակներին հիշեցնեմ, ինչ որ առումով նաև նրանց աչքերը բացեմ, որ իրենց մուրազը վաղ շաբաթը Գյումրի 2 վերածելու, իրենց ֆորում է մնացել ուղղակի։
Հիմական ուժեր, որոնք վաղարշապատի ընտրություններին են մասնակցում եւ այդ ձեր նշած կրեմլահպատակ ռուսամետ ուժերի ներկայացուցիչներ են։ Ներողություն, Մարտով ներկայացնում է Դաշնակցությանը, Մարտով ներկայացնում է Արթուր Վանեցյանին, Մարտով ներկայացնում է վաղարշապատում, չգիտեմ, Մայր Հայաստան կոչվածին, Թևանյան Անդոնին, մարդ ով վաղարշապատում չի բացառում Գյումրի 2-ի առհասարակ սցենարի կրկնությունը քաղաքական առումով, այո, կրեմլահպատակ է, այո, գուցե իրենք էլ խաբար չեն, իրենք էլ տեղյակ չեն, բայց Կիրիենկոյի հաճախորդն են եւ Կիրիենկոյի ուղիղ հրահանգները կատարողներն են։ Հիմա այդ ձեր նշած այդ ենթադրյալ կրեմլահպատակ ուժերի միավորումը օրինակ թույլ չտալու համար այդ պատրաստ եք ԿՊ-ի հետ կոալիցիա կազմել, թե ոչ։ Ես նորից եմ կրկնում, այդ ձեր հարցի հասցեատերը ես չեմ, ես իմ մասով պատասխանեցի, որ կրեմլահպատակ եւ ռոբատերժական ընդդիմադիրների հետ ես բացառում եմ որևէ համագործակցությունը, չբացառելով քաղաքացիական պայմանագրի հետ համագործակցություն, իհարկե, եթե իրենք տեսնում են, եթե իրենք պատրաստ են ժողովրդի տեխնացուի հետ կոալիցիա կազմել։ Այսինքն դուք կարծում եք, որ առավելությունը լինելու է ձեր կողմը եւ ԿՊ-ն պետք է գա ձեզ միանա, ճիշտ հասկացա։ Ես կարծում եմ, որ վաղարշապատում Գյումրի 2 չի լինելու ամեն դեպքում։ Իսկ բացառում եք, որ ընտրությունների ժամանակ խոչընդոտներ կլինեն, թե ոչ, օրինակ կոռուպցիոն ռիսկեր, ընտրախախտումներ, այս մասով ինչ տեղեկություններ ունեք։ Ես օրինակ ընտրատեղամասերում ընտրախախտումների մասով մի փոքր զերծ կմնամ գնահատականներ տալուց եւ կանխատեսումներ անելուց, որովհետեւ վերջին շրջանում գոնե թե մենք պետքա սա ֆիքսենք, որ 2018 թվականից սկսած ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները չեն կեղծվում։ Այ ինչ կլինի ընտրատեղամասերից դուրս, ես այդտեղ չեմ կարող ասել, միայն կարող եմ իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ կապիտալը վաղարշապատում դրված է շրջանառության մեջ նախընտրական բուկլետների, նախընտրական հոլովակների, գովազդային վահանակների տեսքով, այս ուղղությամբ պետք է աշխատանք տարվի։ Այս ուղղությամբ պետք է իրավապահները ուշադիր լինեն եւ ուշով հետևեն։ Իհարկե նաեւ մեր հայրենակիցներին օգտվելով առիթից կոչ կանեմ, եթե այդպիսի տեղեկություններ ստացվեն, որ կողմերից որևէ մեկը ինչ որ նյութական շահագրգռվածությամբ ոգևորում է կամ մեր հայրենակիցներին հրավիրում են ընտրատեղամասեր, ապա վստահաբար իրավապահները նրանցով կզբաղվեն։ Ձեր ծրագրի առանցքային կետերը որոնք են, ինչ փոփոխություններ եք դուք խոստանում վաղարշապատցիներին։ Այ օրինակ մենք առանցքային կետ ունենք եկեղեցապատկան հողատարածքների մասով։ Այն եկեղեցապատկան հողատարածքները, որ այսօր վաղարշապատ խոշորացված համայնքում կան, մեծամասամբ նշանակությամբ այգի են։ Այ օրինակ մի լավ օրինակ կարող եմ բերել։ Վաղարշապատ խոշորացված համայնքում գտնվող 618 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե տաճարի ետնամաս, եթե դուք այցելեք, իբրև լրագրող եւ ձեր տեսախցիկն ուղեք այդ հեկտարներով տարածքի վրա, դուք կտեսնեք, որ այդ տարածքը վերածված է աղբանոցի։ Եթե դուք երեկոյան ժամերին լինեք այդտեղ կտեսնեք հմրամոլների շրջանակ, որ հավաքվում է այդտեղ կտեսնեք ամենատարբեր խուլիգանական դրսևորումներ երեկոյան ժամերին, սա պետք է բացառել։ Այն տարածքները եկեղեցապատկան, որոնք նշանակությամբ այգի են, ողջամիտ ժամանակահատված է տրամադրվելու համայնքի կողմից Մայրաթոր Սուրբ Էջմիածնին, որպեսզի դրանք բարեկարգվեն, կահավորվեն տեսախցիկներով, որպեսզի քաղաքացիների անվտանգությունը երաշխավորված լինի, լուսավորվեն եւ հանձնվեն համայնքին։ Եթե Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ընդառաջ չգնա մեզ, համայնքը ստիպված կլինի ավելի ռադիկալ գործողությունների դիմել, ընդհանուր հանրային գերակաշահ ճանաչելով այդ ամենը օտարել եւ համայնքային սեփականություն դարձնել։ Համայնքում սուր արտահայտված խնդիրը թափառող շների խնդիրը։ Ես ասել եմ 2 ամսում էականորեն եւ շոշափելիորեն պատրաստվում եմ այս խնդիրը վաղարշապատցիների համար թեթևացնել, առանց բռնության կիրառման թափառող շների նկատմամբ։
եւ ես դա լուծելու եմ։ Որքան էլ որ Քոչարյանասերժական վարձու գրչակները ինձ թիրախավոր են, դրա համար ես այդ ճանապարհին կանգ չեմ առնելու եւ վաղարշապատցիներին ազատելու եմ այդ խնդրից։ Հաջորդ շուտ արտահայտված խնդիրը վաղարշապատ խոշորացված համայնքում օրինակ գյուղաբնակ հատվածներում, գյուղաբնակ շրջաններում ջերմոցային տնտեսություններին է վերաբերում։ Օրինակ քաղաքացիական պայմանագիրը Խոյ համայնքում իշխանությունը վերցնելուց հետո դրույքաչափերը մի քանի անգամ բարձրացրել է եւ գյուղացիների հոգսը ել ավելի ծանրացրել։ Գյուղացիների շրջանում տարածված ջերմոցի հարկ կամ ջերմոցային տնտեսությունների օրինականացման հարկ կոչվածը ես հանրային հեռուստաընկերությունով ասել եմ, որ 50% եմ կրճատելու, հիմա էլ ձեր եթերում Նարեկ ջան ասում եմ 70%-ով քաղաքացիների համար սա կրճատվելու է։ Երբ որ ես ասեցի դեպ 50%-ով կրճատելու եմ, հանուն արդարության պետք է ասեմ, որ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները, այդ թվում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը մի քանի գյուղաբնակ շրջաններում ինքը հայտարարել է, որ 5 անգամ քաղաքացիական պայմանագիրն է պատրաստ դրույքաչափերը կրճատելու քաղաքացիների համար։ Այսինքն ինչն է խանգարում քաղաքացիական պայմանագրին 5 անգամ կրճատել գյուղացիների համար ծանր վեր հանդիսացող այդ ջերմոցային հարկերը եւ ինչու այդ հայտարարությունը արվեց հանրային հեռուստաընկերության մեծ բանավեճից հետո։ Սա հարց է։ Բայց ես պատասխանատու կերպով գյուղաբնակ շրջանի մեր հայրենակիցներին խոստանում եմ, որ այս հարցը եթե անգամ համայնքի տիրույթում չէ եւ եթե անգամ այստեղ համապետական օրենսդրական փոփոխություններ են պետք, ես այդ խնդիրները դնելու եմ իմ թևի տակ, գնամ ազգային ժողովի падգամավորների մոտ, գնամ նախարարների մոտ ու հասնեմ լուծման։ Եվ առհասարակ վաղարշապատ խոշորացված համայնքի խնդիրների լուծումն էլ ես այսպես եմ տեսնում։ Այն ինչ հնարավոր է կատարել համայնքային բյուջեով, միանշանակ պետք է կատարել եւ արդյունավետ կատարել։ Այն ինչ հնարավոր չի համայնքային բյուջեով եւ կարիք կա պետական դոտացիայի եւ կառավարության օգնության, միանշանակ ես աշխատված չեմ կառավարության հետ աշխատելու եւ եթե այդ խնդիրն անգամ լուծի հանրապետության վարչապետը, ես պատրաստ եմ մեր հայրենակիցների վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների առաջ շնորհակալություն հայտնել հանրապետության վարչապետին բնակիչների հոգսերը թեթևացնելու համար։ Խնդիրը այստեղ մարդկանց հոգսերը թեթևացնելն է։ Այդ թե ինչպես միջոցների առաջ ոչ մի դեպքում կանք պետք չէ առնել։ Իհարկե պետք է բացառել օլիգարխների ներգրավումը, բացառել բիզնես շրջանակի թելադրող դիրքի ընդգծումը քաղաքում, բայց կառավարության հետ աշխատանքի պարագայում մենք կաշկանդված չենք, ես կոնկրետ կաշկանդված չեմ, ես եւ իմ իբրև համայնքապետի ապագա պաշտոնը զբաղեցնողանց եւ կառավարություն համագործակցությունը շատ լավ եմ պատկերացնում։ Հիմա մոդայիկ է, որ ոչ ԿՊԱ-կան համայնքապետերը Նիկոլ Փաշինյանին չեն դիմավորում, շփումներ չկա, դուք այսինքն այս առումով խնդիր չեք տեսնելու վարչապետի գործադիրի հետ։ Նարեկ, ներողություն, դու վիրավորում ես ինձ, եղբայր։ Ես այդքան նման եմ Գյումրվա Վարդանիկին։ Ես այդքան նման եմ, չգիտեմ, մեկ այլ համայնքի ղեկավարի։ Ինչի մասին է խոսքը։ Հանրապետության վարչապետին պարտավոր են դիմավորել համայնքապետերը, պարտավոր են հանրապետության վարչապետի հետ, եթե պետք է շրջայց ունենալ համայնքում, ես այս հարցում էլ կաշկանդված չեմ։ Ես ինքնանպատակ հայհոյող չեմ, ի տարբերություն Քոչարյանասերժական տեխնացուների։ Այստեղ է տարբերությունը, որ վաղարշապատին պետք է տեսնի, որտեղ է տարբերությունը Քոչարյանասերժական տեխնացուների, իշխանական տեխնացուի եւ ոչ իշխանական այլընտրանքային տեխնացուի իդեմս ինձ։ Որտեղ է այդ տարբերությունը։ Այո, օրինակ ես ինքնանպատակ հայհոյող չեմ, ինչպես Քոչարյանի գրպանային տեխնացուները վաղարշապատում։ Ու ինքնանպատակ չհայհոյելը իմ հավաստիացնում եմ ձեզ, որ վաղարշապատ խոշորացված համայնքին ավելի շատ օգուտներ է բերելու, քան ինքնանպատակ հայհոյողները։ Օրինակ տեխնացուներից մեկը ասում է, որ պաշտպանելու եմ եկեղեցուն, թույլ չեմ տալու արշավները։ Որ տեխնացուն ասում պաշտպանելու եմ եկեղեցուն։ Օրինակ հանրապետության թիվ 1 աթեիստի Ռոբերտ Քոչարյանի տեխնացուն Սևակ Խաչատրյանի մասին է խոսքը։ Սևակ Խաչատրյանը թող գնա իր առաջնորդին հարցնի, հայրմերի վերջո սովորելա թե ոչ։
Մտքով հայրներն արտասանի իրանց առաջնորդը տեսնենք սովորել է, գիտի, չգիտի, աթեիստի կարգավիճակից դուրս է եկել, դուրս չի եկել, նոր եկեղեցու պաշտպանության հանդես գա, կամ ով է եկեղեցու վրա հարձակվել։ Կտրիչ Ներսիսյանը հայ առաքելական եկեղեցին չի, որ լեզվով ասենք, որ այս մարդիկ հասկանան։ Կտրիչ Ներսիսյանը մտից ու արունից մարդ է, որը ասոցացվում է եկեղեցին պստելու, եկեղեցում պստությամբ զբաղվելու տարբեր դրսևորումներով։ Եվ այդ ճանապարհին եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին առողջացնելու ճանապարհին Կտրիչ Ներսիսյանը խոչընդոտ է, որը պետք է հեռացվի։ Ինչպես հնարավոր բոլոր եւ անհնար մեթոդներով։ Այսինքն տարբերվում է իմ դիրքորոշումը իրենցից, որովհետեւ ես այստեղ քաղաքական հաշվարկների մեջ գնաց չեմ մտնում։ Ես իմ սկզբունքներին ուղղակի չեմ դավաճանում։ Ես իբրև հավատացյալ, իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ ասում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը օր առաջ, րոպե առաջ պետք է հեռանա կամ հեռացվի։ Դուք անում, որ պետք է Կտրիչին պաշտպանեն, Կտրիչին ասոցացնեն մայրաթոռի հետ եւ այլն եւ այլն։ Դե գիտեք, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, էլի վաղաշաբաթ խոշորացված համայնքում գուցե մարդիկ բարձրաձայն փողոցներում Կտրիչ Ներսիսյանի վերաբերյալ իրենց դիրքորոշումը անկաշկանք չեն արտահայտում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ իրենց ընթրիքի սեղանի շուրջ Կտրիչ Ներսիսյանին եւ նրա հետևորդներին անպայմանորեն վաղաշաբաթցիները հիշում են։ Մաշտոցյան գեղեցիկ ոսկեղենիկ հայերենով իրենք հիշում են։ Դուք համայնքապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորության դեպքում, այսինքն կաթողիկոսի հետ ձեր շփումները բացառելու եք։ Ես նորից եմ կրկնում, Նարեկ, Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Նոր կաթողիկոսի հետ ոչ միայն շփումները չեմ բացառում, այլ ասեմ ավելին, նոր կաթողիկոսի հետ շատ ծերտ համագործակցություն եմ տեսնում եւ այդ համագործակցությունը իշահ վաղաշաբաթ խոշորացված համայնքի բնակիչների եւ ի բարօրություն նրա բնակիչների է լինելու։ Իսկ Կտրիչ Ներսիսյանին ես պնդում եմ, կաթողիկոս չեմ ճանաչում։ Կտրիչ Ներսիսյանը մարդ է, ով զավթել է եւ զբաղեցրած է պահում Գրիգոր Լուսավորչի գահը։ Դե տեսեք հիմա պարոն Մկրտչյան, ընտրողը որ պիտի ասի լավ, էսի նախկիններն են, քոչարյանական տեխնացուա, վանեցյանական տեխնացուա, ասա ԿՊԱ-ական տեխնացուա, նիկոլականը, ում ընտրեմ, ասել են դե նա Հարություն Մկրտչյանն էլ Նիկոլ Փաշինյանի թեզն է առաջ տանում։ Հիմա ինչ տարբերություն Արգիշտի Մեխակյան եմ ընտրում, թե Հարություն Մկրտչյան։ Կներեք, էլի ներողություն։ Իսկ դուք համոզված եք, որ Արգիշտի Մեխակյանը կիսում է Նիկոլ Փաշինյանի թեզը։ Չի կիսում։ Մեր հայրենակիցները չեն տեսել մեծ բանավեճը, չեն լսել այնտեղ իմ կողմից հնչեցված հարցերը։ Օրինակ Արգիշտի Մեխակյանը միջև այսօր չի կարողանում պատասխանել Կտրիչ Ներսիսյան թե Գարեգին Բ։ Արգիշտի Մեխակյանը միջև այսօր չի կարողանում պատասխանել, ինքը արտոնելու է քաղաքացի Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնվող հոգևոր հավաքը վաղաշաբաթի կենտրոնական հրապարակում, թե ոչ։ Իսկ ես ընդգծում եմ, այո, ես արտոնելու եմ Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնվող իրականացվելիք հավաքը վաղաշաբաթի կենտրոնական հրապարակում։ Այո, ինձ համար չկա Գարեգին Բ, այլ կա քաղաքացի Կտրիչ Ներսիսյան։ Օրինակ, ինձ համար ակնհայտ է, որ Ղազախստանում Նուրսուլթան Նազարբայևի եւ Տոկաևի քաղաքական հետույքը պահելու հապտ մեխանիզմներ աշխատեցնելու Փաշինյանական գործողությունը ձախողված եւ տապալված է։ Տարբերությունը զգում եք։ Օրինակ ինձ համար անընդունելի է, որ Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակը դեռ պատտվում է մեր մեջ։ Ինձ համար անընդունելի է, որ վաղաշաբաթ խոշորացված համայնքի սրտում Էջմիածնի քաղաքապետարանի եւ Մայրաթոռի միջակայքում դեռևս Մանվել Գրիգորյանի սրճարանի մետաղը ջարդումն է շարունակում մնալ։ Օրինակ Արգիշտի Մեխակյանի համար դա ընդունելի է թե ոչ։ Ես կարծում եմ ընդունելի է։ Եթե ոչ, ապա ինքը
ժամանակավոր պաշտոնակատար էր եւ ուներ ժամանակահատված այդ խնդիրը լուծելու։ Ի վերջո Արգիշտի Մեխակյանը նաեւ Դիանա Գասպարյանի փոխքաղաքապետն է եղել, Նարեկ ջան։ Ունեցել է ժամանակահատված հետ հեղափոխական Հայաստանում հեղափոխական լուծումների հասնելու։ Ինչի՞ չգնացել այդ ճանապարհով։ Դրանք հարցեր են, որ պետք է քաղաքացին ինքը իր մեջ այս հարցերը հնչեցնի ու պատասխանները գտնի։ Իշխանությունը կաթողիկոսին քննադատելիս ասում է, որ քաղաքականության մեջ է, ՔՊ վարչության փոխնախագահ ասում է Քոչարյանի նախընտրական պաստառներն էին այնտեղ փակցված։ Դուք այս համայնքային ընտրություններում տեսնում եք հոգևորականների մասնակցություն, թե ոչ։ Նախ կաթողիկոս չի Կտրիշ Ներսիսյանը, Նարեկ ջան, 4-րդ անգամ եմ ես քեզ խնդրում, որ Չէ, դուք իմ հարցերը խնդրում մի խմբագրեք, դուք իմ հարցերը դե մի խեղաթյուրեք։ Ես էլ ձեզ խնդրում եմ մի խեղաթյուրեք, նա կաթողիկոսի գահը զավթած անձնավորություն է եւ Կտրիշ Ներսիսյանն է, Գարեգին Բնչի։ Հոգևորականները մասնակցություն ունեցել են թե ոչ, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել վաղաշաբաթ խոշոր ասած համայնքի տեխնացուների վրա։ Որտեղ էին նրանք։ Մեկը որոշ հոգևորականների վեղարի տակից էր խոսում, մեկը Մայրաթորի գմբեթի հետևում էր թաքնված խոսում, մեկը ի պաշտպանություն եկեղեցու քնդաբանության մակարդակի հարցեր էր բարձրացնում վաղարշապատցիներին մոտ։ Օրինակ Մայր Հայաստանի տեխնացուները միջև նախընտրական քարոզչության մեկնարկը նախընտրական իրենց նկարներով ներկայանում էին վաղարշապատցիներին փողոցում եւ հարց էին ուղղում։ Հարգելի քաղաքացի, դուք քրիստոնյա եք։ Քաղաքացու պատասխանն ակնհայտ է, չէ՞, դու ապուշ ես, եղբայր, իհարկե քրիստոնյա եմ։ Հարգելի քաղաքացի, իսկ դուք հավատում եք Աստծուն։ Քաղաքացին ավելի կոպիտ էր արտահայտում, դու անաստուն չես, իհարկե հավատում եմ Աստծուն, եթե քրիստոնյա եմ։ Հաջորդը, դե եթե հավատում եք Աստծուն, ստորագրեք այս նկարի տակ։ Ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու։ Այսինքն այս ուժերը խնդիր են դրել ի սկզբանե խեղաթյուրելու իրականությունը։ Նույնականացնելու Կտրիշ Ներսիսյանին եւ Ներսիսյան ընտանիքը հայ առաքելական եկեղեցու հետ։ Իսկ ես չեմ նույնականացնում։ Ես քաջ գիտակցում եմ, որ հայ առաքելական եկեղեցին ունի ինքնամաքրման կարիք։ Ու այդ ճանապարհին Կտրիշ Ներսիսյանը խոչընդոտ է։ Իրենք Կտրիշ Ներսիսյանի վեղարի փեշերի տակ պահկված, իրենց քաղաքական կեղտոտ քարոզչությունն են իրականացնում։ Օրինակ վաղարշապատցիների մոտ էլ գուցե հարց առաջանա։ Հոգևոր մայրաքաղաքում առաջադրվել է քաղաքապետի տեխնացու։ Տեխնացուն անկաշկանդ խոսում է չակերտավոր կաթողիկոս Կտրիշ Ներսիսյանից։ Արդյոք սա նրան քաղաքական դիվիդենտներ է բերելու, թե հակառակը։ Ես այստեղ հաշվարկ չեմ անում, որովհետև հոգևորը ինձ համար բարձրագույն տեղ է գրավում եւ ես այստեղ հաշվարկների մեջ չեմ մտնում։ Անկամ եթե վաղարշապատում ստանամ 0 քվ, միևնույն է, պնդում եմ եւ շարունակելու եմ պնդել, որ Կտրիշ Ներսիսյանը պետքա հեռանա։ Իսկ տեխնացուները այո թաքնված են Մայրաթորի գմբեթների թիկունքում, այո թաքնված են որոշ հոգևորականների վեղարի տակ։ Երբ որ դուք քարոզարշավին հետևեք ամփոփումը, քարոզարշավի մեկնարկը, ընթացքը, դուք կտեսնեիք, որ այս մարդկանց ճանապարհները շատ են խաչվում Մայրաթորի հետ, շատ են խաչվում որոշ հոգևորականների հետ։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի թիվ 1 տեխնացուն, իսկ իրականում Ռոբերտ Քոչարյանը մի քանի տեխնացու ունի վաղարշապատում, իր նախընտրական քարոզչությունը ամփոփեց Մայրաթոր Սուրբ Էջմիածնի բակում։ Այն պարագայում բոլորիս հոգևոր կենտրոնն այո Նարեկ, բոլորիս հոգևոր կենտրոնն է, որի դերերը ժամը 7-ից հետո, որի ես խնդրում եմ բարձրաձայնում, թույլ արտահայտեմ, որի դերները երեկոյան ժամը 7-ից հետո կողպվում են բոլորի առաջ, բացի փեշով փոխտվող Տաշիր Սամոների խմբակի եւ Ռոբերտ Քոչարյանի սատելիտների։ Տարբերությունը դուք հասկացաք։ Կտրիշ Ներսիսյանն այդ տարբերությունը դրել։ Վաղաշապատ խոշորացված համայնքի բնակիչների համար Մայրաթորի բակը, Մայրաթորի տարածքը երեկոյան 7-ից հետո անհասանելի ու փակ է։
ու չգիտես ինչ պայմաններում իրենց վեհարանների առաջ կախված, վեհարաններում կախված, սրբադասված դոլարային միլիարդատերերի կողմնակիցները երեկոյան 7-ից հետո Կտրիչ Ներսիսյանի մոտ կանաչ լույս են ստանում կամ Մայրաթորի բակ կանաչ լույս են ստանում ու իրենց առաջ դռները բացվում է։ Տարբերությունը չեք տեսնում։ Բոլորից հոգևոր կենտրոնն է, բայց Կտրիչ Ներսիսյանը ինձ համար վեհապարք չէ։ Ես օրհնություն ստացել եմ, ես քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ եկեղեցիներ մտել եմ, բայց երբեք չեմ փափագել, որ Կտրիչ Ներսիսյանի նման անձնավորությունը, որ զավթել է Գրիգոր Լուսավոր Չիգահը, ինձ օրհնի։ Ի տարբերություն քոչարյանասերժական ու պրոռուսական ուժերի։ Եվ վերջում դուք ինչ եք կարծում, հնարավոր կլինի միանձնյա իշխանություն ձևավորել վաղարշապատում, թե ոչ։ Ես կարծում եմ այն ազդակները, որ ստացել եմ մեր հայրենակիցներից, վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչների կողմից, ես կարծում եմ, որ հնարավոր է եւ մենք այդ ճանապարհին ենք։ Վաղարշապատցիները քաշ գիտակցում են իրենց անելիքը։ Երբ որ 10 վայրկյան մարդը մենակ մնա քվեախցիկում, իսկ վաղարշապատցին մենակ կմնա քվեախցիկում։ Վաղարշապատցին ստիպված կլինի վերհիշել իր անցյալը։ Նախկինում ինչպես են ընտրությունները վաղարշապատում եղել։ Վաղարշապատցին գնացել է ընտրության կամ վախենալով, կամ խաթերով։ Կար մի ժամանակաշրջան, որ վախում էր տեղական բդեշխներից, օրինակ Մանվել Գրիգորյանից։ Եվ կար ժամանակահատված, որ ուղղակի խաթերով էր գնում ընտրության։ Նիկոլ Փաշինյանի խաթեր ընտրում էր Նիկոլ Փաշինյանի խաթերով առաջադրված տեխնացուին։ Հիմա խաթերով ընտրության արդյունքն է վաղարշապատցին տեսել, վախով ընտրության արդյունքն է տեսել։ Ու այդ 10 վայրկյանը իրականում քաղաքացու գիտակցության վրա ունենալու է հեղափոխական նշանակություն։ Այդ 10 վայրկյանում քաղաքացին հիշելու է, վերհիշելու է իր վախով արված ընտրության արդյունքն, խաթերով արված ընտրության արդյունքն ու միանշանակ ձայնը տալու է համար 3 քվեաթերթիկին։ Մեզ։ Ու մենք ձևավորելու ենք ամբողջական իշխանություն։ 50+1 տոկոսային հարաբերակցության քաղաքապետարանում ունենալով բացարձակ իշխանություն։ Սա հնարավոր է։ Եթե ոչ, ապա քաղաքացու տված մանդատը մենք մանդատի հետ կվարվենք նրբորեն, քնքշորեն եւ որևէ պարագայում ես ամենայն դեպս խոստանում եմ վաղարշապատցիների ոչ հավատը կկոտրեմ, ոչ էլ սիրտը կկոտրեմ, որովհետեւ ինձ քվեարկողների մեծ մասը հավատում է ինձ, սիրտ ու հոգի ա դնում դրա մեջ եւ ես իրավունք չունեմ ուղղակի մարդկանց հավատն ու սրտերը կոտրելու։ Ուղղակի իրավունք չունեմ։ Այն պահին, երբ որ հասկանամ, որ ես ֆիզիկապես ունակ չեմ, ի վիճակի չեմ վաղարշապատցիների հոգսերը թեթևացնելու, ես բեր չեմ դառնալու վաղարշապատցիների գլխին։ Ես ուղղակի մեկ վայրկյան չեմ զլանա եւ իմ հրաժարականի տեքստը գրելով կգնամ։ Բայց ես ակնկալում եմ, որ վաղարշապատցիները ինձ կտան այդ հնարավորությունը, որովհետեւ ես վաղարշապատցիների տան տղեն եմ, միջին վիճակագրական վաղարշապատցի եմ, ոչ դոլարային միլիոնատեր եմ, ոչ դրամային միլիոնատեր եմ անգամ։ Ու կարծում եմ հենց այստեղ է ֆենոմեն, հենց այստեղ է որ վաղարշապատցին պետք է իր ձայնը տա ինձ։ Ու 7 տարի շարունակ ես այս իշխանությունների լավին լավ եմ ասել, վատին վատ եմ ասել։ Դու ամենայն դեպս Նարեկ ջան, կներես իհարկե դույով ասելու, amma դու ամենայն դեպս կհաստատես դա։ Քո եթերում, քո YouTube-յան ալիքում, քանի անգամ ենք մենք անդրադարձել Փաշինյանական կառավարությանը։ Եղել են դեպքեր, որ կողմ եմ արտահայտվել, եղել են դեպքեր, որ չափից ավելի սուր եւ դեմ եմ արտահայտվել։ Պահել եմ օբյեկտիվությունը։ Դրա համար ինձ ոչ Քոչարյանն է փող տվել, ոչ Սերժիկ Սարգսյանն է փող տվել, ոչ Քոչարյանի փոքրիկ տղեն է փող տվել, ոչ էլ Մերսեդես են խոստվել նարեկ։ Եվ մեկ հարցելու ավարտենք, դուք եթե օրինակ ընդդիմադիր ավականու անդամի կարգավիճակ ունենաք, օրինակ կմնաք միջև վերջ, թե օրինակ մի տարուց էլ քիչ ժամանակ հետո խորհրդարանական ընտրություններ են եւ վաղարշապատի ավականու անդամի մանդատից կհրաժարվեք եւ կմասնակցեք падգամավորական ընտրություններին դեպի խորհրդարան։
Պատգամավորական ընտրություններին մասնակցելու համար ինձ պետք չի հրաժարվել մանդատից։ Դե նկատի ունեմ հետո գնալ խորհրդարան։ Ուղղակի պետք է որոշում կայացնել եւ մասնակցել։ Եթե պատգամավորական մանդատն ու քաղաքային ավականու մանդատը դնենք կշեռքի նժարի վրա, Նարեկ ջան, ես ապել գիտեմ, թե որն է ավելի ծանրակշիռ մանդատներից եւ վստահաբար կվերցնեմ ամենածանրակշիռը եւ դրանով եւս կծառայեմ վաղաշաբաթ խոշորացված համայնքին։ Ո՞րն է ծանրակշիռը ձեզ համար։ Միանշանակ, ինչի Հայաստանի Հանրապետությունում բացարձակ մանդատով օժտված ինչպիսի մարմին կա, եթե ոչ ազգային ժողովը եւ ազգային ժողովի պատգամավորը։ Բայց ես գնում եմ վաղաշաբաթում իշխանություն վերցնելու։ Եթե կարիք լինի ընդդիմադիրի տեղական մանդատ, թե ազգային ժողովի պատգամավորի մանդատ, ես ազգային ժողովի պատգամավորի մանդատով եմ ծառայելու վաղաշաբաթցիներին եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նրա իմաստուն ժողովրդին եւ ողջեղեն ժողովրդին։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ, Նարեկ ջան։